ավակ, 26 թոր, ծոր, դա և բոլորը իրար հետ թշնամացած։ Ծանր է լինելու, շատ ծանր է լինելու։ Հիմա չեմ հասկանում, երկար պետք է սպասենք այդ իրավաբանը ինչու։ Ինչի՞, ավելի կարևոր բան ունես անելու, քան ժառանգություն ստանալն է։ Հա, դուք այտենց մեծ հույսեր ունեք, որ ինչ-որ արժեքավոր բան մեզնից մեկին մնալու է։ Բայց ինչի՞ չպետք է մնա, մենք էլ ենք չէ հարազատ, անիմաց չեն կանչե մեզ։ Դե հնարավոր է մանր-մունր մի քանի բան մեզ մնա։ Նենցա գիտենք, որ Մարտային է մնալու ամենամեծ բաժինը, բայց դե հույսը վերջում է մեռնում։ Դե Մարտան մեզնից ամենախորամանքն էր, վերջին օրին ստեղից տեղ չէր գնում, մի բան գիտեր էլի։ Փոխանակ ամաչեք, որ ձեր կարոտով մնաց պապին, որ ոչ մի անգամ չեկաք տեսակցության, հիմա սենց հիմարություններ եք խոսում։ Հալա ինչ ես նեղվում։ Իբր սխալ բան է ասում։ Հա սխալ բան եք ասում։ Իմ քուրիկը ուղակի սիրում էր պապիկին, ի տարբերություն ձեզ։ Մենք էլ ենք սիրում պապիկին, գնալ-գալով չի որոշում։ Ես չեմ հասկանում, այս երեխեքը ինչ գործում են ստեղ։ Իրանց գարն ինչ պարտադիր էր։ Մենք բոլորս բարեկամ ենք, ուրեմն ստեղ մի բան կա, որ պարտադիր է մեր բոլորի ներկայությունը։ Հիմա ստեղ էլ պետք է իրար մի սուտենք։ Համբերեք թող գա տենակ ինչ ասում, ելնենք գնանք տներով, բարավ չեք։ Որ ուզում եք իմանաք, հենց պապին է մեղավորը, որ այսօր այս վիճակն է։ Չգիտեք, ամեն ինչ տան մեծից է գալի։ Բարև ձեզ երեխաներ, ուրախ եմ, որ բոլորդ հավաքվել եք, կներեք, որ այսքան սպասեցրեցիք։ Մի քիչ էլ ուշանայ կարող է կռիվ սկսված լիներ։ Հասցրիք։ Կասեք ինչ առանգություն ենք ստանալու, ես դաս պետք է անեմ։ Ոնց հասկանում եմ, շատ անհամբեր եք, բայց մի անգամից ասեմ երեխեք ջան, դուք այստեղ շատ երկար եք դեռ մնալու։ Երեխաներ, ինձ կարող եք պարոն Հակոբյան ասել։ Պարոն Մարատը ինձ հանձնարարել է, սիրելի երեխաներ, որ ձեզ բոլորիդ հավաքեմ այստեղ, բայց ասեմ ձեզ կտակը դուք պետք է գտնեք։ Սպաղկված ենք խաղալ, չեմ հասկանում։ Չգիտեմ, բայց այս ամեն ինչը արդեն ինձ դուր է գալի։ Մաման ճիշտ էր անում, որ չէր ուզում ես գայի։ Մի րոպե էլի։ Ձեր եք առնում ես։ Մանկապարտեզը ի՞նչ է։ Ադեբահո հեշտ չէր լինելու։ Պիտի չենից հետո հանելուկներ թողներ։ Իսկ միգուցե այսքան եզրակացություններ անելու փոխարեն թողնեք լսենք ու հասկանանք, թե ինչ է կատարվում։ Այտես պանիկատ արդեն սկսեց։ Մտածում ես սաղ քոնն է, չէ՞։ Մալատեց պապի, ինչ էի սպասում։ Դե հերիք է էլի արդեն իսկականից։ Երեխեք վերջ տվեք մի հատ։ Նստի տեղդ Մարտա։ Հիմա պարզ է, թե ինչի է պարոն Մարատը այս ամեն ինչը ինձ հանձնարարել։ Հիմա լսեք, թե ինչ եմ ասում։ Նստեք ու լսեք, իսկ ով չի ուզում, թող դուրս գա։ Ուրեմն այսպես, կտակը այս 3 տուփերի մեջ է։ Բայց այս տուփերը բացելը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք գտնեք այդ 3 բանալիները։ Առաջարկում եմ բաժանվեք 3 խմբերի, այդպես ավելի հեշտ կլինի։ Կլինի դուք մանգակ գտնեք, հետո էլ մեզ ասեք։ Ես սոված եմ համելք ու նստանումը։ Հա, Մարատը մի բան էլ է ասել, կամ գտնում եք բանալիները եւ բացում այս տուփերը, կամ մնում եք ձեռնում նայում։ Միջև կտակի գտնելը ոչ ոք իրավունք չունի լքել այս տարածքը։ Ես այս միստիկայից արդեն վախենում եմ։ Ուզում նայած դետեկտիվ ֆիլմերից մեկում լինեմ։ Իմաստը։ Իսկ հուշումներ չեն լինելու։ Դուք կբաժանվեք խմբերի։ Եվ յուրաքանչյուր խմբի համար կհատկացվի տարածք։ Յուրաքանչյուր խմբից
այդ տարածքում ով առաջինը կգտնի բանալին, այդ տուփը կլինի նրանը։ Այսինքն ժառանգությունը 3 հոգու համար է։ Դե այդպես է ստացվում։ Ոնց հասկանում մենք փոքրերով պետք է գտնենք ըստ լաբիրինթի վերջում։ Այս մեծերը մեզ հում կուտեն։ Որ մեզից մեծ են, չի նշանակում, որ մեզից խելացի են։ Ինձ իրականում այդ ժառանգությունը այդքան էլ չի հետաքրքրում, բայց արժե մտնել այս խաղի մեջ։ Այս թղթերի վրա գրված են այն լոկացիաները, որտեղ գտնվելու եք դուք։ Եվ այն անունները ըստ տարիքային խմբերի։ Ես երբեմն կգամ ձեզ մոտ, բայց լավ իմացեք, դուք իրավունք չունեք լքելու այս տարածքները։ Նու Ուզում եմ հասկանամ, եթե մինչև երեկո չգտնենք այդ բանալին, ամբողջ գիշեր դրսում պետք է մնանք։ Դե լավ, այս տարածքը մուրդ է պիտի պահածանեմ, որ մինչև գիշեր չգտնենք։ Այսինքն եթե մեզնից մեկը հիմա գտավ, մյուսները զրկվում են ժառանգությունից։ Դե հաստատ իրար մեջ չենք բաժանելու։ Ես գնում եմ անգամ այդ բանալին։ Ինչքան շուտ այդքան լավ։ Երեխեք, այդ բանալին ես պիտի գտնեմ, ու եթե ինձ օգնեք, հաստատ ձեր լավության տակից դուրս կգամ։ Չէ դու լուրջ ես ասում։ Ով է գժվել այս պայքարում ինչ որ մեկին օգնի այն հույսով, որ իր լավության տակից դուրս կգան մի օր։ Մոռացի։ Ինչքան քեզ է պետք է գումարեմ, այդքան էլ մեզ։ Թե տենց է, արի դու մեզ օգնի, գտնենք։ Մենք էլ վերջում քո լավության տակից դուրս կգանք։ Լսել եմ ասում են ինչ որ խառը պատմությունների մեջ է։ Պարտքեր բան ունի, ուշադիր եղեք, շատ խորամանկ։ Հանգիստ, մենք էլ պակաս խորամանկ չենք։ Մենք էլ շատ խորամանկ բաների ձևեր գիտենք, բայց ու ամեն ինչ բարձրացեն չես ասի։ Հիմա նես դարա, որ մի բան ասում ես կողքինդ ավելի շուտ անում։ Պետքա զգույշ լինել, զգույշ։ Լավ գոնե մի քիչ պատկերացում ունենայինք, թե այդ բանալին որ հատվածում կարա լինի։ Մեկը կա, որ լավ էլ պատկերացում ունի, չէ՞ Մարտա։ Ես չգիտեմ որտեղ է այդ բանալին։ Մենք պապիկի հետ երբեք այդ թեմաներով զրույց չենք ունեցել։ Հերիք է ֆիքսվեկին վրա։ Շատ խիստ կասկածում եմ, բայց իմացի, որ ամեն քայլիդ հետևելու եմ։ Եթե ձեզնից մեկը գտնի, մյուսներին տեղյակ կպահեք։ Անիմաստ ման չգանք։ Հուսամ գոնե մի բանի մասին կասեք իրար, անիմաստ տեղ չգիշերենք։ Ամոթա, վերջի վերջը բարեկամ եք, թքած է ժառանգության վրա։ Բարեկամ, լավ էլի, դուրսը տեներ բարև չէր տա, ստեղ բոլորս էլ մի նպատակի համար ենք հավաքվել։ Ու ամեն գնով ուզում ենք առաջինը գտնենք այդ բանալին։ Այդ չի նշանակում, որ սա կռիպտի սարքեք։ Ոնց ուզում եք այդ բանալին գտեք, բայց իրար հարգելով։ Յա, դու գիտես հարգանքն ինչ բան է։ Բրավո, զարմանալի է, որ ձեր տանն այդ բառը գործածվում է։ Այմա համոզվեցի, որ իմ ընտանիքին զերո ապայել, քո նմաններից, քո ներսիցունից, ինքդ էլ պիտի զգուշանաս։ Չափդ անցնում ես արդեն, Մարիաննա։ Մեր ընտանիքները իր համար թշնամի են դարձել, ու մենք ավտոմատ մտել ենք այս պատմությունների մեջ։ Մի պահ կարաք սաղ մոռանաք, ու մենք մեզ պահենք անծանոթների պես։ Թե չէ միջև ես ոնց ես պահե, էլի քո ասած անծանոթների պես։ Ինչ էլ պարտությամբ ես ասում։ Դե իրանց ընտանիքում էդ նորմալ է։ Այ տենց դուք իրար միսկ երեք, երևի մորուշները պան են գտել ու վայելում են։ Դժվար է այդքան հեշտ լինել, որ գտած լինեին հաստատ կիմանային։ Այդքան վստահ մի եղի։ Երեխեք, բայց դուք ինչ լավն եք։ Մենք բարեկամներ ենք, բայց այսքան ժամանակ համարյա իրար չենք իմացել։ Ճիշտ ես, ես մենակ ձեր անուններն եմ իմացել, բայց կարող է դրսում տեսնեին չճանաչեի։ Մենք քուրը աղբերներ ենք, շատ վատ է, որ մենք իրար չենք ճանաչել։ Դրա համար պետք է այդ սխալը ուղղենք։ Մենք ինչքան էլ ուզենք, մեր ծնողները դժվար թե տան այդ հնարավորությունը։ Դե մի բան պետք է անենք, քո չենք թողնելու ամեն ինչը գնակորի, հազիվ ենք միմյանց գտել։ Վերջապես տեսնում եմ դեմքեր, որոնք ուրախ ու անհոգ են։ Դուք ոչինչ չեք ընտրում։ Մենք նահանջեցինք այդ ժամանակ օգտագործել իրար ճանաչելու վրա։ Հազիվ նման հնարավորություն ունենք։ Մեկը դեր կարծենք բանալին գտնենք։ Խաղի նման մի բան էլի։ Իսկ որ իրար լավ ճանաչենք,
շատ ավելի լավ կխաղանք, որովհետև ամեն բան ստացվում է երբ ան մեզ թիմային ու օգնում ես կողքինիդ։ Ինչ հաճելի է, չէ, որ սկսել եք իրար ճանաչել, շփվել միմյանց հետ։ Ու ինչ ափսոս, որ մինչ այս պահը չենք կարողացել։ Երեխեք, մի բան եմ ուզում ձեզ ասել։ Միայն դուք կարող եք ինձ օգնել, որ մենք իրականացնենք ձեր պապիկի երազանքը։ Մենք, բայց մենք ինչ կարող ենք անել։ Երեխաներ, գիտեք ինչ եմ ուզում ասել։ Միայն դուք եք, որ տարված չեք նյութական արժեքներով։ Միայն դուք եք, որ այսպես լավ տրամադրված եք միմյանց հանդեպ եւ սիրում եք իրար։ Համոզված եղեք երեխեք, եթե դուք ձեզ այդպես չպահեք մի քանի տարի անց, դուք էլ կնմանվեք նրանց եւ թշնամաբար կտրամադրվեք միմյանց հանդեպ։ Հավատացնում եմ ձեզ։ Մենք չենք ուզում այդպես լինի։ Ուզում են բոլորը համերաշխ լինեն, բայց մեզ ով կլսի։ Կլսեն, եթե տեսնեն մեր օրինակը։ Պատկերացնում եք, մենք այս տարիքում կարողանանք ազդել մեծերի որոշումների վրա։ Ես պատկերացնում եմ, մենք ինչ ճիշտ ժամանակի հայտնվեցինք իրար կյանքում։ Ոչ մի բան էլ պատահական չի։ Ես վստահ եմ, որ մենք ինչ-որ բան կփոխենք։ Անիմաց չի դրված այս թուղթն այստեղ։ Ինչ-որ բան նշանակում է։ Մի հատ էլ կարդա։ Նա ով ամենակիչն է խոսում, ամենաշատ բանը գիտի։ Բոլորս էլ Մարտայի մասին ենք մտածում, բայց ինքը անհետացել է։ Չկա։ Բոլոր հնարավոր տեղերը նայել եմ։ Երեխեք, իսկ գուցե ինչ-որ բան ա պատահել։ Աչքներից դիմաց էր ախր, ուր անհետացավ։ Ոչ մեկ այդ Մարտայի համարը չունե։ Ինչ եք նայում վրա զանգեք տենանք որտե է։ Եթե իմացել եմ վերցրել ու գնացել եմ, մեզի բան չի ասել, չգիտեմ հետը ինչ կանեմ։ Չէ, չունենք, բայց քուրն էստեղ է։ Կարան գնանք իրանից վերցնենք։ Մենք տարածքը լքելու իրավունք չունենք, բացի հետ էլ երեխա կա, կանան կստանա, պետք չի։ Ինչ էլ մի մտածող դարար երեխու մասին։ Ձևերից եկեք դուրս գանք, էլի մերը չի։ Ոնց են գործերը։ Կարող ասեք նորություն ունեք։ Նորություն ունենք։ Անհասկանալի նամակ ենք գտնել։ Չնայած երևի դրա մասին վաղուց գիտեիք։ Մեկ էլ մեզ թվում է, Մարտան բանալին վերցրել ու չքվել է։ Դե եթե բանալին գտած լիներ կտար ինձ, որովհետև տուփերն ինձ մոտ են։ Կարող է ներսա գնացել։ Ձեզ այդ նամակի մասին ոչինչ չի ասել։ Ոնց հասկանում եմ, այստեղ մի բան են չի։ Այս էլ նամակն է։ Վերցրեք, կարդացեք։ Կարող է լուսաբանեք։ Դե սա երևի հուշում է ինչ-որ բան, բայց եկեք մտածենք, թե որտեղ է Մարտան, որովհետև ես ամեն տեղ եղա, նա ոչ մի տեղ չկա։ Հնարավոր է սուտ ընդհանրապես կապ չունի մեր հետ։ Անհնար է անիմաց տեղը ստե դրված ուներ։ Ուրեմն ինչ-որ հուշում է։ Ուրեմն այդ բանալին մեզ մեկն արդեն գտել է։ Ամբողջ ընթացքում իրար հետ ենք եղել։ Ոնց կար մեծից մեկը գտած լիներ։ Ձեզանից մեկը գտել է ուղակի լռում է։ Ով է, խոստովանեք, կամ երբ բերեցին այդ նամակը ոչ տեսանք, ուրեմն ձեզանից մեկը դիտմամբ գրել գցել է, չէ։ Ես քո վրա հետ գցեցիր էլի։ Կարող ես դու էլ արել ես։ Ինչ կա ձեր գրպաններում, հենց հիմա դատարկեք։ Յա, ես չլինի հետախույզ ես ուզում դառնաս։ Հիմա մեր վրա ես ուզում փորձարկումներ անես։ Ինչ է եղել երեխեք։ Բայց իմացաք, մեզ գրություն են թողել։ Տեսնես ով է, կարող է պապի օքինա բերել գնացել։ Դուք էլ եք գտել, նույն բանն է գրված։ Ոնց ձեր մոտ էլ նամակ կա։ Չէ, սրանք տարբեր բաներ են, նույն նամակը չի։ Գուցե դուք բացատրեք, թե ինչ այս ամենը նշանակում։ Դուք եք չէ թողել այս նամակները։ Արդեն իսկականից իմ ներվերը չի հերիքում։ Մարտան անհետացել է, մենք տարօրինակ նամակներ ենք ստանում, այն երեխեքը ընդհանրապես չգիտեմ ուր են։ Կարող վերջում էլ պարզվի հավերժս առանձնատան ենք մնալու, մեզ ոչ մեկ չգտնի։ Չէ, երեխեք, ես ոչ մի բան չեմ թողել, ոչ մի նամակ, ոչ մի տեղ չեմ դրել։ Ինձ ուղղակի հանձնարարված էր ձեզ բաժանել խմբերի ըստ լոկացիաների։ Ես կարծում եմ, որ ձեր պապիկն է այս նամակները թողել։
նախորոք ինչ-որ բան գուշակելով։ Ձեզ էլ մեզ որպես դայակա նշանակել։ Չես ում հասկանում դուք ինչի եք ստեղ։ Ինչքան է այս հիմարությունը շարունակվելու։ Կարող է դուք ընդհանրապես իրավաբան չեք ու ոչ մի գտակ չկա։ Ու ես հենց հիմա անիմաստ ժամանակ եմ ծախսում։ Ինչ էր ազգանում, Հակոբյան էր, չէ՞։ Իմացի ձերիցը չես բրծնելու, եթե տես բան կա։ Միլացի տաթև, կարող այս գրվածը քո քրոջը չի վերաբերվում։ Այստեղ գրվածը նա մերժվեց բոլորի կողմից ու հեռացավ, բայց բանալին հենց ինքն էր։ Հիմա իմ քուրիկը պիտի ստեղ լիներ, բայց ինքը չկա։ Խնդրում եմ հանգստացի, մենք քո կողքին ենք ու ամեն բան շատ արագ կլուծենք։ Ոնց Էվան էր ասում, մենք պետք է իրար լավ ճանաչենք, որ օգնենք միանց ու ամեն բան կստացվի։ Մենք բոլորս բարեկամներ ենք, հերու մոտի կապ չունի։ Դրա համար մենք բոլորով պետք է փնտրենք եւ գտնենք Մարտային։ Մեկը ես չեմ հասկանում, ինչ եք մտածում հենց նրան ա վերաբերվում։ Նշանակում է դուք երկուսով ինչ-որ բան գիտեք։ Չէ, երեխեք։ Ուղղակի դուք եք տեսակ բոլորի վերաբերվում քո Մարտայի նկատմամբ։ Դրա համար է Տաթևը այդպես մտածում։ Եկեք գնանք ներս։ Հնարավոր ինքը ներսում է մյուսների հետ։ Եզրակացություններ ենք անում անոնց։ Չմտածես Տաթև, հաստատ գտնելու ենք քրոջդ։ Այսքան ժամանակ հետևում եմ ձեզ։ Բոլորը գրողը տանի մտածում եք միայն նյութականի մասին։ Ձեզնից գոնե մեկը մտածեր Մարթայի մասին։ Մենակ մտածում եք Մարթան կասի, բանալու տեղ գտնենք ու կտակը կվերցնենք մեզ։ Բայց ձեզնից գոնե մեկը մտածեր, որ այդ Մարթը, չէ որ կորել է, չկա, փնտրենք, գտնենք, չէ։ Ոչ մեկը դրա մասին չի մտածում։ Ինչ ասացիք։ Ինչ ա եղել։ Մարտան որտեղ է։ Ուր է իմ քուրիկը։ Դուք եք չէ արել։ Դուք բոլորդ, դուք իրան չէիք սիրում, որովհետև դուք մտածում եք, որ ամենաշատ ժառանգությունը ինքը կստանա։ Ու ինքը նեղացավ ու հեռացավ։ Ձեզ մեծերին թվում է, թե դուք միշտ ճիշտ եք։ Բայց իրականում ձեզ բացի փողից ուրիշ ոչ բան չի հետաքրքրում։ Երբեմն մտածել եք, իսկ ոնց կլինի, եթե մեր ծնողները չոտարանային։ Մենք էլ հյուր գայինք, տոն օրերին միասին նշեինք։ Դուք եթե ուզեիք, հաստատ այնպես կանեիք, որ ճանաչենք միմյանց։ Այնքան եմ ափսոսում այն ժամանակը, որ չեմ անցկացրել իմ բարեկամների հետ։ Մենք շատ կարճ ժամանակ ենք սկսել ենք շփվել, բայց արդեն շատ ենք կապվել։ Այնպես որ ասեք, ուր է Մարտան։ Ուր եք տարի Տաթևի քրոջը։ Մեզ այս պատմությանը մի խառնեք։ Ինչ արել են գորանք են արել։ Ով է, ուր է, կռվել են, չեն կռվել։ Մենք ողջ ընթացքում խոհանոցում ենք եղել։ Այդքանը իմանալուց հետո ձեզանից ոչ մեկը մի քայլ չի արել, որովհետև ձեր համար մարդկայինը զերո է, որովհետև ոչ մի նշանակություն չունի ձեզ համար, ձեզ մենակ հետաքրքրում է նյութականը։ Իսկ ուր է մարդ, ուր է։ Ձեզ համար հետաքրքիր չի։ Դե գնացեք, փնտրեք այդ մարդուն, գտեք, այդ ժառանգության տերը դարձեք, գնացեք։ Իսկ այդ մարդը ուր է։ Ձեզ հետաքրքիր չի, չէ։ Հետաքրքիր չի ձեզ։ Ձեզ մենակ այդ ժառանգությունն է հետաքրքրում։ Մա ուր եք այդ սաղդ, երբ որ ես ձեր օգնության կարիքում։ Ուր էր պապին։ Ուր էր Մարտան։ Ով է պատրաստ ձեզնից ժառանգությունը գտնելուց հետո իմ հետ կիսի։ Ով։ Ոչ մեկը։ Պարտքերը դու ես կուտակի գլխիդ։ Ոչ մեկ մեղ չունի դրանում։ Հիմա պետք է միավորվենք ու մի բան անենք։ Ինքներդ ձեզ երբևէ հարցրել եք ինչի ենք մենք թշնամիներ։ Ինչի ենք այսքան օտար։
Զուտ նրա համար, որ ժամանակին մեր ծնողները ինչ-որ բաներ չեն կարողացել կիսել իրար հետ։ Մենք ուղղելու փոխարեն շարունակում ենք մեծերի սխալները։ Կարողա ճիշտ ժամանակն այդ սխալները ուղղելու, թքած այդ նամակների ու փաստերի վրա։ Պետքա Մարտային գտնենք։ Ու եթե թեկուզ կապ ունի ինքը այս ամեն ինչի հետ, գոնե կհամոզվենք, որ իր այդ ամեն ինչ նորմալ է։ Ես խոստանում եմ, երբ ամեն ինչ լավ վերջանա, մենք քեզ կօգնենք, չէ՞ երեխեք։ Բայց դու էլ պիտի խոստանաս, որ դուրս ես գալու այն կյանքից, որով միջև ես ապրել ես։ Խոստանում ես։ Մենք ախպերներ ենք։ Ոնց Մարտայի համար ենք պատրաստ ինչ-որ բան անենք, նենց էլ քո։ Դու էլ այդ նեղվածությունդ մի կողմ դիր։ Երևի որ խմբերի բաժանվենք, ավելի հեշտ կգտնենք։ Տան տարածքը այդքան էլ մեծ չի։ Եթե այստեղ է, հաստատ կգտնենք։ Ես թղթում կարդացի, գրված էր բանալին ինքնա։ Մարտան հաստատ գիտի ինչ է այս ամենը նշանակում։ Ու ինձ թվում է, խոսքը բացարձակ նյութականի մասին չի։ Գնացինք։ Երեխեք, իստումա Մարտան այդքան փոքր չի, որ պարանի մեջ եք ման գալիս։ Մենք ուղղակի հույս ունենք, որ ինչ-որ հուշում կգտնենք։ Երեխեք, ես ի՞նչը։ Բանալին այնտեղը։ Կտրված է թղթիկս երեխեք։ Բայց ստորակ է դա դրված։ Նշանակում է սրանց շարունակություն կա։ Մյուս դարակն էլ նայ, կարող է այնտեղ լինի։ Երեխեք, սա էլ անիմաց չի։ Եկեք գնանք մյուսներին ցույց տանք։ Պիտի արագ գտնենք շարունակությունը։ Թե չէ ես վախենում եմ։ Շատ եմ վախենում։ Եղեք, այստեղ Մարտայի թևնոցն էր։ Այնտեղ երևի միամիտ ձեռքից գցել է։ Ու այս թուղթներ։ Ինձ մեղավոր եմ զգում շատ։ Թվում է, թե այս ամեն ինչի մեղավորը մենք ենք։ Այդպես էլ կա։ Եթե մի քիչ լավ հարաբերություններ լիներ մեր մեջ, գոնե կիմանային կուրա գնում։ Ես արդեն ասել եմ ով է մեղավոր։ Մեղավորներ ման գալ պետք չի։ Ընդհանրապես պիտի գտնենք Մարտային ու վերջ տանք այս ամեն ինչին։ Արդեն աչքիս ամեն ինչ կասկածելի է թվում։ Ստեղ ընդամենը մի հատ տող է գրված, բայց կիսատ։ Ու ինձ թվում է շարունակություն ունի։ Բայց ինչ է գրված։ Որտեղ կախված է։ Այս ինչ է նշանակում։ Ինձ թվում է մենք արդեն գժվում ենք։ Երեխեք, մենք թուղթ ենք գտել, բայց կիսատ է, կարող է օգնենք մյուս կեսներ գտնենք։ Բանալին այնտեղ է, որտեղ կախված է։ Ստացվում է սենց։ Բայց մի հատված էլ է պակասում։ Նարեկ ենք։ Բակում է իրան փնտրում հաստատ այնտեղ շարունակությունը։ Չէ, երեխեք, ոչ մի տեղ չկա։ Սաղ տեղերը ման եմ եկել։ Ուղղակի շատ տարօրինակ ձևով անհետացա, շատ տարօրինակ։ Երեխեք, չեմ ուզում վատ բաներ մտածեմ, բայց ես արդեն վախենում եմ։ Դե մի քիչ զգուշ արժվի էլի, կարող է հիմա էլ քեզ վնաս տաս։ Առանց է բոլորս լարված էինք։ Պապիկի բաճկոնը։ Այս պատական թուղթեր, թե ինչ-որ բան է նշանակում։ Պատահական չի հաստատ, բայց այս մի տողով ոչինչ չենք կարա հասկանանք։ Եկեք գնանք մյուսներին ցույց տանք։ Կարող է բոլորը մտածենք մի բան հասկանանք, բայց կարող է մեր շեղելու համար է իրականում ու ոչ մի բան էլ չի նշանակում։ Այստեղ կանգնած մնալով այդ հարցի պատասխանը չեն գտնելու։ Գնացինք երեխեք։ Մենք էլ ձեր մոտ էինք գալիս։ Ռոմ պատահական այս թղթի հետևից եք գալի։
Բանալին այնտեղ է, որտեղ կախված է պապիկի բաճկոն։ Ահարոնը, ես տեսել եմ, այնտեղ էր կախված հաստատ։ Հիմա տեսակ, երբ դուք պառակտված էիք, ոչինչ չէիք կարողանում անել։ Նույնը եւ թղթերը, հենց որ առանձին էին իրենցից ոչինչ չէին ներկայացնում։ Հենց որ միացավ, ամեն ինչ պարզվեց ու ամեն ինչ ընկավ իր տեղը։ Ուրեմն այս ամեն ինչը պապին արելա մեզ միավորելու համար։ Այ դու խորամանկ ծերուկ։ Էս ինչ բանալի է, սրա մասին է խոսքը։ Պապիկի մեքենան, տան դիմացն է կանգնած։ Ես գալուց եմ տեսել։ Մենք ոչ մեկս մեքենայի մեջ չենք նայել։ Այսքան ժամանակ այս սրտին մեքենայի մեջ է եղել։ Մարդա, ստեղ ես, վեր կաց, շուտ արա։ Վեր կա, շուտ արա։ Փաստորեն, այսքան ժամանակ էստեղ ես եղել։ Ուզում եմ հասկանամ իմաստը որն էր բոլորիս այսպես խառնելու։ Անիմաստ ժամանակի կորուստ է։ Հիմա ձեր պատճառով ավելի մեծ խնդիրների մեջ ընկա։ Կներեք, որ ես ու պարոն Հակոբյանը ստիպված եղանք ձեզ հետ այսպես վարվել։ Ես գիտեի, որ դուք միասին եք անում ամեն ինչ, բայց շատ անարդար եք, շատ։ Մենք բոլորս իրար ենք խառնվել, իսկ դուք… Ձեր պապիկը մահից առաջ ինձ ու Մարթային խնդրել էր, որպեսզի միավորենք իր ընտանիքը։ Ու քանի որ ես մտածում էի, որ դա հնարավոր չի, պարոն Հակոբյանը ինձ խնդրեց, որ ես անհետանամ, մտածելով, որ միայն դա կօգնի ձեզ մոռանալ նյութական արժեքների մասին ու մտածել մարդկայինի մասին։ Էդ, մինչև այստեղ քո գալը, խնդիրներիդ արդեն լուծում տրվել է։ Ոչ մի բանալի իրականում չկար։ Սա վստահ եմ փորձություն էր, որը բոլորիս ստիպեց հասկանալ, որ մարդը միայնակ ու պառակտված ոչինչի չի կարող հասնել։ Մենք հաղթում ենք, երբ միասին ենք։ Երեխեք, այն տարիների թշնամանքը, որ շղթայաբար եկել ու հասել է մեզ, մենք պիտի կոտրենք, թե չէ մեր սերունդներն են շարունակելու մեր նույն սխալները։ Չգիտեմ նեղված լինեմ, որ ես սխալված եմ եղել, թե ուրախանամ, որ կյանքի այս դասը ստացա։ Իրականում դաժան էիք մտածել, բայց եթե այս ամեն ինչը չլիներ, մենք չէինք հասկանա, որ իր համար կարևոր ենք։ Ես պապիկից չասեցի նորմալ ճանաչել, բայց վստահ եմ, որ ինքը հիմա մեզ տեսնում է, ու մենք բոլորս իր երազանքը կատարել ենք։ Ու ես շնորհակալ եմ ձեզ։ Հիմա եմ հասկանում, որ ամենակարևորը այս կյանքում մենք արդեն ունենք։ Այս են մնային արժեքն է, որի մասին բոլորը այդքան խոսում են։ Հիմա կարծում եմ ժամանակն է, որ կարդաք մեր պապիկի թողած նամակը։ Իմ սիրելիներ, եթե այս նամակը կարդում եք, ուրեմն իմ երազանքը կատարված է։ Ես կենթանության օրոք չկարողացա միացնել մեր բաժանված ընտանիքը, բայց վստահ էի, որ դուք կարող եք ուղղել այն սխալները, որոնք ինձ մոտ չստացվեց։ Հարստությունը պատկանում է ոչ թե նրան, ով ունի բանալին, այլ նրան, ով ունի ընտանիք։ Եթե դուք այսօր այստեղ ոչ թե վիճում եք, այլ խոսում ու փորձում հասկանալ մեկըդ մյուսին, ուրեմն ես հանգիստ եմ։ Իսկ իմ ողջ ունեցվածքը ես կտակում եմ բոլորիդ հավասարաչափ։ Թող այս տունը լինի այն տեղը, որտեղ միավորում են ձեր բոլորի երազանքները։ Ստացվեց։